Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Այս ամեն ինչը զրույցի ամբողջ տրամաբանությունը հաշվի առնելով, ինչն է ձեզ պատճառը, որ Նիկոլ Փաշինյանին անգամ հիմա հաջողվում է ինչ-որ առումով վաճառել խաղաղության իր թեզը, իր խաղաղության, իր պատկերացրած խաղաղության թեզը, իսկ այն թեզը, որ դուք եք առաջ քաշել, որ սա ոչ թե խաղաղություն է, այլ ժամանակավոր զինադադար կախված մեկ մարդու Ալիևի քմահաճույքից, կարծես նույնքան հեշտ չի արմատավորվում հանրության մտքերում։ Այդ բացատրությունը ես չունեմ, իսկապես չունեմ, ինձ համար ամենից մեծ շոկը եղել է 21 թվի ընտրությունների արդյունքները։ Որտեղ պարտություն բերած, այդքան զոհեր բերած մարդը չպիտի վերընտրվեր։ Եվ ես վստահ էի, որ սա բերելով է նոր ավելի ծանր հետևանքների եւ բերեց Արցախի ամբողջական կորուստի, նաև Հայաստանի տարածքի մի մասի օկուպացիայի։ Մենք փորձում ենք ինչ-որ բացատրություններ տալ եւ այդ բացատրությունների հիմքում այն շոկն է, որը մեր ժողովուրդը ապրել է պարտությունից։ 44 օր հաղթում ենք, հետո վերջում պարզվեց, որ լավ էլ պարտվել ենք։ Կարծում եմ, որ հիմա հանրության մոտ այնուամենայնիվ վերագնահատման բավական լուրջ process գնաց եւ հիմա մեր ժողովրդի մեծ մասը այլ կերպ է մտածում։ Նկատի ունեք Արցախի ամբողջական կորուստից հետո։ Եվ ամբողջական կորուստից հետո եւ այն ամենից հետո ինչ կատարվում է Հայաստանում, որովհետեւ նայեք իշխանության է եկել մի ուժ, որը տվել է խոստումներ շատ հաճելի լսելու համար, ձախողել է բոլորը անխտիր եւ չեմ կարծում, որ մեր ժողովուրդը չի կարող սա ոչ չտեսնել, համենայնդեպս մեր ժողովրդի մի զգալի մասը։ Հիմա ինչի են իրենք կենտրոնացել այդ խաղաղության օրակարգի վրա, պատճառը մեկն է։ Էլ ուրիշ ասելիք չկա։ Հիմա պետք է խաղաղության թեզը ֆետիշացնեն եւ ասեն մնացած երկրորդականը, հիմա մի քիչ էս կողմ են կողմ, բայց մենք միակ անուժն ենք, որը բերում է խաղաղություն։ Իդեպ դա ասում է մի մարդ, որը բերել է Հայաստանի համար ամենից սարսափելի պատերազմը, որի ժամանակ իշխանության գլխին լինելու ժամանակ մենք ունեցել ենք ամենից մեծ քանակի զոհեր եւ վիրավորներ, եւ այդ մարդը այսօր փորձում է դառնալ sense խաղաղության աղավնի եւ խաղաղությունը բերող մարդ։ Եվ մինչդեռ ամենից խաղաղ տարիները Հայաստանի Հանրապետությունում եղել են հենց իմ նախագահության տարիները։ Ամենից խաղաղ տարիները, ունեցել ենք ամենից քիչ զոհեր։ Ընդհանրապես որևէ տարածքային կորուստ չենք ունեցել։ Եվ ունեցել ենք մի շարք այլ հաջողություններ տնտեսական ոլորտում։